Flyone Armenian դարձավ առաջին հայկական ավիաընկերությունը, որը սեփականության իրավունքով ձեռք բերեց Airbus A321 օդանավ, ամրապնդելով առաջատարի իր դիրքը Հայաստանի ավիացիոն շուկայում։ Զվարթնոց միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ օդանավի դիմավորման խորհրդանշական արարողությունը, որին ներկա էին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը, Airbus ընկերության գլոբալ գործընկերների հետ կապերի տնօրեն Դամիեն Կուսակը, Seal Capital ընկերության հիմնադիր եւ խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանը, ավիաընկերության ղեկավար անձնակազմը, ինչպես նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ հյուրեր։ Սա շատ կարևոր նշանակություն ունի Երևանը օդային տրանսպորտային հաբ կառուցելու տեսանկյունից, որովհետեւ մասնավորապես այս ինքնաթիռը A321-ը ինքը հնարավորություն ունի ավելի երկար թռչել, վերջերս նաև ես Չինաստանում էի եւ չինական կողմը հետաքրքրված էր օրինակ Սիան քաղաքից Երևան ուղիղ թռիչք ունենալու համար, Սիանը դա Չինաստանի կենտրոնում է գտնվում եւ շատ կարևոր զբոսաշրջային եւ տրանսպորտային եւ լոգիստիկ հաբ է։ Շատ կարևոր է, որ ավիացիայի մեջ մենք ունենք ընկերություն, որի սեփականատերերի շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունն է։ Մենք խրախուսում ենք ընկերություններին բազավորվել Հայաստանում եւ Flyone-ը ըստ էության առաջամարտիկն է։ Միջոցառման ներկաները շրջեցին օդանավի սրահում, այցելեցին օդաչուի խցիկ եւ ծանոթացան օդանավի տեխնիկական առանձնահատկություններին։ Նոր Airbus A321-ը համարվում է իր դասի առաջատարներից մեկը, աչքի ընկնելով թռիչքային ճկունությամբ եւ ուղևորների համար հարմարավետությամբ։ 220 ուղևորի համար նախատեսված ընդարձակ սրահն ապահովված է ժամանակակից տեխնոլոգիաներով եւ նոր սերնդի հարմարություններով, որոնք ուղևորներին առաջարկում են հարմարավետ նստատեղեր, ժամանակակից լուսավորություն եւ առավել կայուն թռիչքային միջավայր։ 3 տարի առաջ Flyone Armenian սկսեց իր ուղին եւ այսօր մեզ համար շատ կարեւոր օր է։ Սա հիանալի ինքնաթիռ է, որը հնարավորություն է տալիս տեղափոխել 220 ուղևոր եւ իրականացնել ավելի երկար թռիչքներ Եգիպտոս, Մերձավոր Արևելք, ինչու ոչ նաեւ Հնդկաստան եւ Չինաստան։ Կարծում եմ սա նաեւ Հայաստանի եւ Flyone Armenian ընկերության ռազմավարության մի մասն է, որովհետեւ դուք այսպիսով ավելի անկախ եք դառնում իրականացնելու թռիչքներ։ Ես վստահ եմ, որ դուք կտրամադրեք բարձրակարգ սպասարկում ուղևորների շահերից ելնելով։ Շնորհավորում եմ այստեղ ներկա գտնվողներին։ Airbus A321-ի ժամանումով ընկերության օդանավերի թիվը հասավ 9-ի, որոնցից 5-ը պատկանում են Flyone Armenian սեփականության իրավունքով։ Այս մասին ասաց Flyone Armenian-ի գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։ Այս օդանավի համալրումը մեր նավատորմում մեզ օգնելու է մեր առաքելությունը ավելի հստակ իրականացնել, այն է ավիացիոն շուկայում գների կայունության ապահովումը, ինչպես նաև Հայաստանում ավիացիոն անկախության միջավայր ստեղծելը եւ ինչպես նաև զբոսաշրջության գործընթացում ինքը բավականին մեծ ներդրում կունենա Հայաստան դեպի Հայաստան զբոսաշրջիկներ բերելու։ Վերջին 3 ամիսների ընթացքում Flyone-ը համալրել է իր նավատորմը եւս 2 ինքնաթիռով։ Առաջիկայում սպասեք թռիչքների աշխարհագրության ընդլայնում եւ իհարկե մենք օր աշխատում ենք մեր ծառայությունների որակի բարձրացման եւ հաճախորդներին ավելի լավ պայմաններ ապահովելու ուղղությամբ։ Ընկերությունը հսկայածավալ ներդրումներ է իրականացնում ինչպես ավիացիոն ոլորտի մասնագետների պատրաստման գործընթացում, այնպես էլ օդաչուների մասնագիտական հմտությունները բարելավելու մեջ։ Flyone Armenian-ի գոյությունը երաշխավորում է Հայաստանում ավիացիոն անկախության ձևավորման գործընթացը։